ինչ ավարտվեց մեր ծանոթությունը Suzuki-ի պաշտոնական ներկայացուցիչ Royal Motors ընկերության հետ, սակայն մեր հանդիպումը Suzuki-ի հետ դեռևս շարունակվում է։ Հաղորդման հաջորդ հատվածում մենք կծանոթանանք Suzuki SX4 մոդելի հետ։ Քաղաքային ավտոմեքենաների և քրոսովերների ժողովրդականությունը տարեցտարի աճում է։ Արագ զարգացող ինտերնետի և iPhone-ների ժամանակաշրջանի քաղաքային բնակչին այսօր ուզում են այլ իրողություններ, քան ասենք 10 տարի առաջ։ Առաջնային են դառնում քաղաքային ահագնացող խցանումների պայմաններում արագ տեղաշարժվելու խնդիրը և մի առանձին կարևորություն են ստանում մեքենայի կոմպակտ չափերը։ Դե իսկ եթե ձեզ համար խորտ չեն նաև արտաճանապարհային զբոսանքներն ու կիրակնօրյա պիկնիկները, ապա հաստատ ձեզ անհրաժեշտ է ահա այսպիսի մեքենա։ Սա Suzuki SX4-ն է, քաղաքային կոմպակտ մեքենա 4 տանող անիվներով և բավականաչափ բարձր ճանապարհատվերքով, և հիմա մենք պատրաստվում ենք ավելի մոտիկից ծանոթանալու նրան։ Սակայն մինչև ճանապարհ ընկնելը տեսնենք, թե ինչպես է սարքավորված Suzuki SX4-ը ներսից։ Առաջին հերթին տեսնում ենք, որ կտորը նստատեղեր են այստեղ, բավականաչափ հարմարավետ և կողային օժանդակություն կա։ Բոլոր 4 ապակիներն էլ էլեկտրական կարգավորումներով են, ինչպես նաև էլեկտրական կարգավորում ունի նաև արտաքին հայելին։ Մի շատ կարևոր հանգամանք արտաքին հայելիները բացի էլեկտրական կառավարումից նաև տաքացվող են, որը ձմեռային պայմաններում իհարկե շատ կարևոր հանգամանք է։ Ղեկանիվը բազմաֆունկցիոնալ է և նրա վրա գտնվում են ռադիո համակարգի ղեկավարման կոճակները և կարելի է այստեղից կառավարել ռադիո համակարգը, փոխել ալիքները, բարձրությունը կարգավորել և այլն։ Ղեկանիվն ինքը բավականաչափ հարմար է և նրա տրամագիծը պետք է ասեմ, որ ինձ շատ դուր է գալիս, քանի որ ոչ մեծ է, ոչ էլ փոքր, շատ հարմար չափի է։ Ղեկանիվը ինքը կարգավորվում է բարձրությամբ։ Ինչ վերաբերում է նստատեղերին, ապա նստատեղերը ունեն նաև տաքացվող համակարգեր և կարծում եմ գնորդները կգնահատեն այս հիանալի ֆունկցիան ձմեռային պայմաններում։ Մեքենան սարքավորված է 5 աստիճանով մեխանիկական փոխանցումատուփով, կա նաև ռադիո համակարգ և իհարկե MP3 CD նվագարկիչով։ Մեքենան ունի կոնդիցիոներ և կլիմայական կարգավորման համակարգ։ Սալոնում բավականաչափ լուսառատ է, քանի որ ապակեպատ տարածությունները բավականաչափ մեծ են։ Մի կարևոր հանգամանքով ևս օժտված է Suzuki SX4-ը, որը կոչվում է Smart Key։ Ահա այս էլեկտրոնային բանալին կարելի է այստեղ դնել կամ գրպանում և մեքենան գործի գցել այս բռնակի օգնությամբ։ Դե ինչ, կարծես թե մենք ամեն ինչ ասեցինք սալոնի վերաբերյալ, հիմա թերևս ժամանակն է տեսնելու, թե ինչպես է մեքենան իրեն զգում ճանապարհներին և ճանապարհներից դուրս։ Այնպես որ գցենք ամբրագոտիները և շարժվենք առաջ։ Suzuki SX4-ը մտածվել և նախագծվել է այն ժամանակ, երբ Suzuki ընկերության բաժնետոմսերի 20%-ից ավելին պատկանում էր այն ժամանակների ամենախոշոր ավտոարտադրողին՝ General Motors-ին։ Այդ էր պատճառը, որ General Motors-ի հետ նույնքան սերտ հարաբերությունների մեջ գտնվող իտալական Fiat-ի հետ 2003 թվականին պայմանագիր կնքվեց համատեղ ջանքերով քաղաքային քրոսովերի նոր նախագծի ստեղծման Suzuki Swift կոմպակտ մոդելի բազայի վրա։ Համաձայն այդ պայմանագրի նորաստեղծ քրոսովերի դիզայնը պետք է հանձնարարվեր հանրահայտ Giorgetto Giugiaroի Ital Design ընկերությանը։
Իսկ մեքենայի կառուցվածքային մշակումը 4 տանողանիվների համակարգով պետք է իրականացներ Սուզուկին։ 2006 թվականին ավտոմոբիլային աշխարհը ականատես եղավ համատեղ նախագծի իրականացմանը, եւ համաշխարհային շուկայում հայտնվեցին երկօրյա եղբայրներ՝ Fiat Sedicin եւ Suzuki SX4-ը։ Քաղաքային հեթչբեքի եւ արտաճանապարհային մեքենայի խաչաձևումից ստացված մոդելներն անվանվում են քրոսովերներ։ Suzuki SX4-ն այս առումով ուղղակի դասական օրինակ է։ Մեքենայի թափքի գծագրությունն այնպիսին է, որ այն ընկալվում է եւ որպես քաղաքային հեթչբեք, եւ որպես փոքրիկ ամենագնաց։ Giugiaro'ի դիզայներական ատելյեի ստեղծած կերպարը կարելի է բնութագրել որպես կենսուրախ։ Իտալական դիզայներներն աշխատել են հաշվի առնել տարբեր սեռերի եւ տարիքի մարդկանց ճաշակները, եւ արդյունքում ստացվել է մեքենա, որի արտաքինը ձեռք է բերել մի յուրահատուկ հմայք, հավասարապես ընդունելի թե տղամարդկանց, թե կանանց համար։ Սուզուկին ուրախ եւ վառ տրամադրություն է հաղորդում։ Այն չի վախենում օրիգինալ երևալուց, այն վստահ է, որ օժտված է որոշակի հրապույրով եւ ձգողականությամբ։ Մեքենան թարմ, երիտասարդական ավյունով օժտված արտաքին ունի։ Ապակեպատման մեծ մակերեսով, որի շնորհիվ լույսի առատ եւ անարգել թափանցումը սալոն ստեղծում է հարմարավետ միջավայր եւ ուրախ տրամադրություն։ Առանձին դետալներ, ինչպես տանիքի ռելինգները, բամպերների վրադիրները մի յուրահատուկ գրավչություն են հաղորդում եւ բարձր ճանապարհածերպի հետ մեկտեղ հիշեցնում մեքենայի արտաճանապարհային կարողությունների մասին։ Մեքենայի սալոնը թերևս ավելի առօրեական է եւ հանգիստ, քան արտաքինը։ Չնայած կոմպակտ չափերին, այստեղ բավականաչափ ընդարձակ է թե առջևում, թե ետևում։ Վարման ընթացքում Սուզուկին իրեն դրսևորում է որպես թեթև, հեշտ կառավարվող մեքենա։ Ղեկանիվն ունի օպտիմալ չափ, իսկ աշխատանքը միանգամայն ինֆորմատիվ է։ Առկա է հավաքվածություն, ամբողջականություն։ Ապակեպատման մեծ մակերեսը հիանալի տեսադաշտ է ապահովում։ Սակայն կողային եռանկյունի կանգնակը կտրուկ ձախ շրջադարձերի ժամանակ, երբ արագությունը մեծ է, մի փոքր սահմանափակում է տեսադաշտը։ Հաճելիորեն զարմացնում է մեքենայի կախոսների աշխատանքը։ Նմանատիպ մեքենաներից սովորաբար սպասում ես կախոսների աշխատանքի որոշակի չորություն, սակայն որքան էլ զարմանալի է, Suzuki SX4-ը բավականաչափ փափուկ ընթացք ունի, ինչն անկասկած դուր կգա մեր գնորդներին։ Ճանապարհային անհարթությունները մեքենայի կախոսները կլանում են հաջողությամբ, իսկ արագընթաց ոլորաններին մեքենան հաստատում է իր ուղեգծին, եւ թափքի ճոճքն էլ նվազագույնն է։ Երկակի տպավորություն է թողնում մեքենայի շարժիչը։ Այստեղ տեղադրված է 1.6 լիտր աշխատանքային ծավալով 4 մխոցային շարային շարժիչ 107 դիաուշ հզորությամբ։ Շարժիչի հզորությունը հիմնականում բավարարում է, սակայն կտրուկ վերեքների ժամանակ զգացվում է որոշակի թուլություն, հատկապես ցածր պտույտների ժամանակ։ Սակայն 4000 պտույտից հետո շարժիչը կրկին աշխուժանում է եւ վերագտնում է իր կայտառ ընթացքը։ Ցածր պտույտների
Suzuki SX4-ի տրանսմիսիան աշխատում է 3 ռեժիմներով։ Սովորական վարման պայմաններում այն առջևի տանող անիվներով մեքենա է։ Երկրորդ ռեժիմը կոչվում է ավտոմատ։ Այս դեպքում էլեկտրոնիկան ինքը որոշում է, թե որ պահին միացնի ետևի տանող անիվները եւ կախված ճանապարհային իրավիճակից մեքենան դառնում է 4 տանող անիվներով մեքենա։ Երրորդ ռեժիմը մշտապես 4 տանող անիվների ռեժիմն է եւ այս դեպքում շարժիչի պտտող մոմենտը հավասարապես կիսվում է առջևի եւ ետևի անիվների միջև։ Հիմնականում իհարկե առջևի տանող անիվների ռեժիմն է օգտագործվում, որի ժամանակ էլ ապահովում է վարելիքի 6-ից 7 լիտր ծախս։ Սակայն թաց դյունածածկ ճանապարհներին, ինչպես նաև ճանապարհներից դուրս կարելի է միացնել ավտոմատ ռեժիմը, իսկ ավելի ծանր պայմանների համար լոկ ռեժիմը։ Միայն չպետք է կարծել, որ SX4-ը պրոֆեսիոնալ ջիպ է։ Բարձր ճանապարհաձեռքի շնորհիվ այն կարողանում է բավականաչափ վստահ գալ ճանապարհներից դուրս, սակայն որսի գնալ Suzuki-ով բնականաբար հարկավոր չէ, քանի որ այն ուղղակի նախատեսված չէ այդպիսի արշավների համար։ Նման առաքելությունը այլ պրոֆեսիոնալ ջիպերի ասպարեզն է, իսկ Suzuki SX4-ը չպետք է մոռանալ քաղաքային քրոսովեր է, որի հիմնական միջավայրը քաղաքային փողոցներն ու մայրուղիներն են, ինչպես նաև գյուղ կամ հողամաս տանող անբարեկարգ ճանապարհները, տեղ-տեղել նաև դրանց իսպառ բացակայությունը։ Suzuki-ն ժամանակակից քաղաքային բնակչի համար նախատեսված մեքենա է, որն իր թարմ եւ երիտասարդական ոճով համապատասխանում է այսօրվա արագ ռիթմով ապրող երիտասարդությանը։ Այն օժտված է յուրահատուկ շարմով եւ պրակտիկ օգտագործման տեսանկյունից շատ թեթև եւ անբռնազբոս բնութագիր ունի։ Մեքենան ոչ մի կերպ չի կաշկանդում վարորդին, չի թելադրում իր կամքը, այլ հակառակը գրկաբաց ընդունում է նրան ու ճշտորեն կատարում նրա հրահանգները եւ իր པարզ հասկանալի ռեակցիայով վարման process-ը դարձնում բնական եւ ինքնաբերաբար։ Դե ինչ, Suzuki SX4-ը մի անգամային դրական տպավորություն թողեց։ Այն իհարկե նախատեսված չէ անանցանելի խոչընդոտներ հաղթահարելու համար, սակայն ճանապարհներից դուրս մեքենան մի անգամային վստահ է զգում իրեն։ Եթե դուք իհարկե մոլի որսորդ չեք, ապա այս մեքենայի կարողությունները լիովին կբավարարեն ձեզ թե քաղաքում, թե քաղաքից դուրս երթևեկելիս, եւ ձեզ համար խոչընդոտ չեն հանդիսանա ոչ թաց, ոչ դյունածածկ ճանապարհները։ Վերջում չմոռանամ հիշեցնել, որ Royal Motors-ում գործում է $500,000 դրամի զեղչ բոլոր մոդելների վրա, մինչև ապրիլի 7-ը, ինչը թերևս բացառիկ հնարավորություն է մատչելի գնով ձեռք բերել իսկական ճապոնական մեքենա։